Բարեձեզ, վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետությունը ըստ էության փորձում է լուծել մի քանի պատմական նշանակության խնդիր միաժամանակ։ Հաստատել եւ ամրապնդել խաղաղությունը Ադրբեջանի հետ, բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, ամրապնդել եւ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ եւ պատրաստվել այս տարվա գլխավոր քաղաքական հանգրվանին առաջիկա համապետական խորհրդարանական ընտրություններին։ Եվ եթե ուշադրություն եք դարձրել, վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում հենց այս գործընթացների շուրջ էլ կառուցված էր։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր, հաղորդակցության ուղիներ, Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք եւ կոշտ քննադատություն ներքին այն ուժերին, որոնք ըստ վարչապետի փորձում են խաթարել խաղաղության գործընթացը, քաղաքական ուժեր եւ որոշ հոգեվորականներ։ Եվ այս համատեքստում շատ են նաեւ հարցերը, որոնք էին վարչապետի գլխավոր ուղերձները Եվրոպային այդ ելույթում, որքանով այդ ուղերձները ուժեղացրին Հայաստանի դիրքերը Եվրոպայում, ինչ վիճակում է, ինչ փուլում է հիմա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ինչ փուլում է Հայաստան-Ադրբեջան գործընթացը խաղաղության ստորագրման, պայմանագրի ստորագրման համատեքստում եւ ինչպիսի մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ահա այս հարցերի շուրջ ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, ցավազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է, բարև ձեզ, պարոն Եղոյան։ Ես այս թեման հատուկ պահել էի Եվրամիության Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի համար։ Սկսենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ մեծ կտրվածքով եւ այս համատեքստում Հանրապետության վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում եւ գլխավոր հիմնական ուղերձները, դրանցից մեկը խաղաղությունն էր, որտեղ է ճշմարտությունը վարչապետը եւ կառավարող կուսակցությունը ասում են, որ խաղաղությունը հաստատված է, հիմա մենք ամրապնդում ենք եւ ավելին ասում են, որ սա 100 տարվա նշանակության պատմական փաստ է։ Ընդդիմությունն ասում է, որ խաղաղությունը հեչել խաղաղություն չէ, որտեղ է ճշմարտությունը արդյոք այս իրավիճակում, երբ որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում արագընթաց փոփոխություններ են, կարելի է վստահությամբ խոսել 100-ամյա նշանակության մասին։ Ճշմարտությունը մեր շուրջը կատարվող իրադարձությունները ուշադիր հետևելու մեջ է Հայաստանի շուրջ այսօր մեր տարածաշրջանում, մեր մեծ տարածաշրջանում ընդհանուր երկրներում, որոնք ընդունված էր համարել շատ խաղաղ, շատ հանգիստ պետություններ, ծոցի, շատ երկրներ այսօր այդ պետությունները, Իրանը, շատ այլ երկրներ ռմբահարվում են։ Այնտեղ իսկ ավելի կոնկրետ պատերազմ է, հա։ Ես հենց դա նկատի ունենալով նաև ասում էի, թե իսկ Հայաստանում դե համար պետքա ուղղակի նայել իրադարձությունների տրայեկտորիային։ 100-ամյա հեռանկարը պայմանով, որ մենք շարունակում ենք այս քաղաքականությունը, 100-ամյա տրայեկտորիան բնականաբար այն պայմանով չի, որ իշխանության են գալիս այլ ուժեր, մասնավորապես ներկա քաղաքական պատերազմի կուսակցությունը պայմանական, ու եկեք տենց էլ կարող ենք կոչել, բայց ես կնախընտրեի ավելի բովանդակային, էլի այսպես ասած կոնֆլիկտը շարունակել ցանկացող ուժեր մեր եթե կուզեք էլի բաց կասեմ ինքնությունը կոնֆլիկտի մեջ դրսևորող մեր հարաբերությունները որպես կոնֆլիկտ կառուցող Հայաստանը որպես պլացդարմ այլ տարբեր տեսակի շահերի եւ նաեւ Հայաստանի շահերի բայց որպես պլացդարմից իր շրջապատի հետ շփվող հարաբերություններ կառուցել ցանկացող ուժերի մասին եմ ես խոսում։ Սա մի տարբերակն է, որի պարագայում ոչ 100 տարվա, ոչ 10, ոչ էլ 3 տարվա կտրվածքով խաղաղություն չի լինի։ Մյուս տարբերակը տարածաշրջանի մեր հարևանների հետ նորմալ, առողջ երկխոսությունն է, միմյանց շահերի փոխադարձ հարգանքը, ճանապարհների ապաշրջափակում, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանով, ինչը արդեն իսկ տեղի է ունեցել, եւ այսպես ասած աշխարհի համար մի խաղաղ հանգրվանի, մի խաղաղ նավահանգստի, եթե այսպես ալեգորիկ ասենք, ձևավորում
մեր տարածաշրջանում մի հանգրվանի, մի նավահանգստի, խաղաղության նավահանգստի, որի կարիքը այսօր աշխարհը ունի, որովհետև մյուս բոլոր նավահանգիստներում բարիբուն եւ փոխաբերական իմաստով իրավիճակը թեժ է, ավելի կոնկրետ պատերազմական է եւ աշխարհը փնտրում է համաշխարհային տնտեսությունը, փորձում է այլընտրանքային ուղիներ գտնել եւ այդ ուղիներից մեկը անցնում է մեր պետության տարածքով։ Ինչ մենք պետք է անենք այս պարագայում։ Ինչ պետք է մենք անենք։ Խաղաղ, համագործակցենք, բացենք բոլոր, այսինքն չխոչընդոտենք, այսպես ասած։ Այդ հարցը հնչում է, չէ՞։ Մարդիկ լուրջ դեմքով վեր են կենում, ասում են, «Մենք ինչին է պետք որ Թուրքիայի սահմանը բացվի»։ Ասկա չէ՞ այդպիսի խոսք։ Եկեք հաշվենք մի հատ, գումարենք, հանենք։ Այսինքն դա նույնն է, ոնց որ, չգիտես, ասես իմ ինչին է պետք որ իմ տան պատուհանները լինեն բացվող, այսպես։ Իմ ինչին է պետք, երբ եմ բացելու ես այդ։ Դա նման բան են ասում, որ բացեմ քանի, չգիտեմ, ինչ ծավալի մաքուր օդ կգա կամ չի գա։ Այս ձևի խոսակցություններ են տանում մարդիկ։ Աշխարհում ով է տեսել, որ մարդ ուզենա փակ սահմաններով պետություն ապրի, նման բան կա աշխարհում։ Դուք կառավարող կուսակցություն ասում եք համակեցություն, խաղաղություն, խաղաղ համակեցություն, հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, այստեղ էլ էլի դերակատարություն բացասական չի ունենում այդ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող այս փոփոխությունները։ Վկայաբերեցիք Մերձավոր Արևելքի պատերազմը, դա ինչ ազդեցություն կունենա, ասենք, թրիպի վրա։ Չի խոչընդոտի։ Մեզանից է կախված։ Եթե ձեռքերս ծալենք նստենք, բնականաբար կարող է եւ վատ ազդեցություն ունենա։ Միացյալ Նահանգներ, Իրան հարաբերությունները կախված է մեր ցանկություններից, մեր ձգտումներից։ Մենք ձգտում ենք դա իրականացնել, թե մենք ձգտում ենք դա վիժեցնել։ Այն ուժերը, որոնք ասում էին, եկեք մի հատ BRICS-ին կպցնենք, եկեք մի հատ բանին, Ռուսաստանին բերենք այնտեղ փայատես սարքենք, բան, թարգմանաբար ասում էին, եկեք վիժեցնենք դա։ Չէ, պարզ է, չէ՞ որ նման բան չէր կարող տեղի ունենալ։ Իհարկե, այդ process-ները ազդում են։ Իսկ անկախ մեզնից Միացյալ Նահանգները Իրան հարաբերությունները չեն վիժեցնում դա։ Խնդիրներ, իհարկե, բնականորեն խնդիրներ, այո, ստեղծում են, բայց այդ գիտեք, ես ընդհանրապես խուսափում եմ, այդպես կտրուկ գնահատել չեք կարող մենք աշխարհը վիժեցնում են։ Ես ինչ եմ նրանց համար ասում վիժեցնում, որովհետև ես գիտեմ, որ նրանց նպատակն է այդ։ Նպատակը իրանց, երբ որ ասում էին բերենք BRICS-ին կպցնենք TRIP-ին, վիժեցնելն է, դա ակնհայտ է, որովհետև այդտեղ վիժեցման հավանականությունը 100% է, դրա համար եմ ես հաստատապես ասում։ Ամերիկա-Իրան հարաբերությունները, խնդիրներ կարող են ստեղծել TRIP-ի համար։ Իհարկե կարող են, մենք ինչ պետք է անենք։ Ծանրացնենք այդ խնդիրները, մի ծանր կշռաքարեր մեր կողմից դնենք այդ խնդիրների նժարի վրա, թե փորձենք մեր մասով ինչքան որ կարող ենք։ Ինչ հենց այդ է հարցը։ Ոչ թե վերկանալ ասել ոնց որ բան նախքին նախագահներից մեկն ասում, հələ մի հատ հելնենք, կանգնացնենք այս պատերազմը, մեր գործերը սաղ լուծել վերջացնել ենք, հիմա պիտի Ամերիկա-Իրան պատերազմը զանգենք Եվրամիություն, զանգենք ԱՄՆ-ին, զանգենք Իրանին, զանգենք սրաններին, Ռուսաստանին, սրան հələ մի հատ մեր ծանրակշիռ խոսքը ասենք, մի հատ ուժեղ առաջնորդը գա Իրանում պատերազմը դել, ասենք, հասկանում եք այդ Ես դրա մեջ էլ մեղադրում, որ շատ համեստ, թե ինչ է։ Դրա մեջ էլ մեղադրում, որ շատ համեստ պետություն ենք դառնում։ Հա, մինչև այդ բան էինք, ատոմ միջուկային գերտերություն էինք, հիմա համեստացանք։ Մինչև այդ բաներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ էինք, միջուկային զինանոցով, հա, բանով հիմա հանկարծ դարձել ենք փոքր համեստ։ Մինչև TRIP-ը իրականություն կդառնա, Հայաստանը արդեն պատրաստ է իր ճանապարհները տրամադրել Ադրբեջանին տարանցումների համար։ Բոլորին։ Ադրբեջանը Իրան հո տրամադրեց, Ադրբեջանը մեզանից շուտ փաստորեն տրամադրեց։ Հեն այնունն էլ էլի տեսա, արդեն էլ այդ ցորենի գալը էլ չի դառնում ամենօրյա լրահոսի թեմա, որովհետև արդեն մշտական ռեժիմով գալիս է Ռուսաստանից հիմնականում, Ադրբեջանով, Ադրբեջանից Վրաստան, Վրաստանից Հայաստան, երկաթգծով։ Ցորենը հենց հիմա գալիս է, հենց հիմա 3 4 օր, այն միսօրը։ Ինչ որ ուր է այդ աղմուկը։ Բայց մենակ ղազախական ցորենի համար աղմուկ արեցին, հա, ինչ որ հա իրաց դուրս չէր եկել, որ ղազախական է ցորենը։ Այդ հարցում մենակ մեր ղազախացորենագետներն էին աղմկում։ Ռուսա ցորենագետները չեն աղմկում հələ որ, բայց դա գալիս է ճանապարհները բաց են մեզ համար եւ բնականաբար մեր ճանապարհներն էլ միջազգային իրավունքի, միջազգային նորմերի պահպանման, տարածքային ամբողջականության
հարգմամբ, այսինքն բոլոր կարգ ու կանոններով, ինչ որ սահմանում է մեր օրենսդրությունը եւ միջազգային նորմերը, խնդրեմ, ո՞նց է գալիս այնտեղից, ո՞նց է գալիս մաքսային ինչ-որ հսկողություն է անցնում անվտանգության, չգիտեմ, էլի իրանց մոտ դա ո՞նց է տեղի ունենում, բայց գալիս հասնում է, չէ՞, այսօր ապրանքը Հայաստան։ Մենք հիմա խոսում ենք խաղաղության գործընթացի մասին, TRIP-ի մասին եւ այս ամենում մեծ է Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահի մասնակցությունը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները այլևս այս տարածաշրջանում հիմնական խաղացողն է դառնում։ Էլի, գիտեք, ես ճշմարտությունը, չէ, որովհետև այդ կտրուկ ձևակերպումների մեջ մենք չենք կարող, որև հիմնական ինչ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս աշխարհի ամենաուժեղ այն ուժեղները որ ասում են, իրանք իրանց ուժեղ են կոչում, բայց իրանցից ուժեղներին ոնց որ տենց չեն նկատում ով է ուժեղ, ով է, այնտեղ մի քիչ բան ունեն, հա, այնտեղ շատ կողմնապահ են, այնտեղի ուժեղներին նկատելու շատ կողմնապահ են, շատ կողմնապահ են, մեր ուժեղներին աշխարհի ամենաուժեղ եւ ռազմական եւ տնտեսական առումով դա համաշխարհային ազդեցություն ունեցող տերությունն է, նույնիսկ եթե ինքը ուղղակիորեն չի էլ ուզում ազդի իր մոտ մի ինչ-որ փոփոխություն ազդում է միջը ազդում է իր մոտ մի ինչ-որ ես նկատի ունեի այն որ երկար տարիներ շարունակ այս տարածաշրջանը համարվել է ռուսական ազդեցության եւ հիմա հարցս այն ենթատեքստ ուներ թե արդյոք դառնում է ոչ այնքան ռուսական որքան ամերիկյան դրանք հին ձևակերպումներ են հին սառը պատերազմից կամ կայսրությունների դարաշրջանից մնացած ձևակերպումներ են սրա ազդեցության գոտի, նրա ազդեցության գոտի։ Այսօրվա աշխարհը այնքան փոխկապակցված է, այսպես ցանցի նման, հա, ոնց որ հիմա գիտեք, պատկերացրեք, այսպես ցանց կապած լինի, ցանց։ Եվ մենք ասենք, այս ցանցի մեջ որ մի կապն է, որ պահում է այս ցանցը, որ մի կապն է, որ ավելի ուժեղ է պահում այս։ Իհարկե կարող ենք նման բան ասել, բայց այդ չի նշանակում, որ ցանցը կարա մենակ մի կապով լինի ցանց, չէ, եթե վերցնես մի նույնիսկ 10-20 փոքր հանգույց քանդես այդ ցանցի մեջ, ցանցը կարող է պատռվի, չէ, շատ բարձ, նույնն էլ համաշխարհային գործընթացներն են, միջազգային հարաբերություններն են, միջազգային առևտուրն է, հիմա տեսնում եք, ասենք, անակ Հորմուզի նեղուցը, փակվել է, դա գնում ազդում է, ասենք, Ճապոնիայում նավթի ներկրման ծավալների ու գնի վրա դա կարող է ազդի։ Հիմա ասենք, հասկանում եք, այդ կարճ լակոնիկ ձևակերպումներով այս բարդ հարաբերությունների բովանդակությունը հնարավոր չի բացատրել։ Այո, ունի շատ մեծ ազդեցություն Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում ընթացող process-ների եւ մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող process-ների վրա։ Այո, մենք շատ լավ գործընկերներն են։ Այո, մենք շատ լավ գործընկերներն են։ Ունենք կնքված արդեն պայմանագրեր, միլիարդավոր դոլարների ներդրումներ են իրենք պատրաստվում, ընդ որում առաջին տրանշերը արդեն գալիս են եւ սարքավորումներն են եկել, ԲՏԱ-նախարարը հայտարարեց, կարծեմ շաբաթներ առաջ էր, այսինքն դա կա, բայց այդ սրա ազդեցության գոտին, նրա հեսա բան չի էլի, այն բանի կրիմինալ բաները չի էլի, ասենք ինչ-որ քաղաքի կրիմինալի ազդեցության տակ գտնվող այս թաղը կամ այն թաղը բոլորի հետ էլ մենք մեր շահը պաշտպանելով բայց դու չեք երկի որ նախկինում այդ ձևակերպումները նախկինում կար հիմա նախկինում հիմա նախկինում կար նախկինի ձևակերպումները չեն կարող նկարագրել այսօրվա աշխարհը իսկ վաղվա երբ որ աշխարհակարգը կձևավորվի եւ հզորները ասենք չգիտեմ Յալթա չգիտեմ բայց դուք արդեն էլի Կիկոսի մահարեցիք դուք որտեղից վերցեցիք որ լինելու է Յալթա որտեղից դա վերցրեցիք եթե լինի հարցնում ես չեմ կարող ես Կիկոսի մահի պարադիգմայով չեմ ուզում մտածել եթե գնաց մարդի ունեցավ որդի վերընկավ ծառը ցած ընկավ գլուխը խփեց քարի եւ եթե այդպես է ինչի եք այդ տարբերակը նայում 10 ուրիշ տարբերակ կարող եք նայել ես չգիտեմ ինչպես կավարտվի турբուլենտության այս փուլը աշխարհի համար ես չգիտեմ եւ շատ ու շատ ավելի տեղեկացված մարդկանցից եթե դուք հարցնեք իրանք էլ հաստատապես չգիտեն կա հավանականություն այսպես կամ այնպես ավարտ մենք այս պահին հասկանալի է որ հստակ ոչ ոք չգիտի կան սցենարներ հնարավոր եւ հավանական սցենարներ որոնք կարելի է դիտարկել
Լավ, բայց դուք չեք Միացյալ հետի, չէ՞, որ այս պահի դրությամբ, այս պահի իրավիճակը ցույց է տալիս, որ մեր ընտրած քաղաքականությունը իրեն դրսևորում է լավագույնս, ամենաօպտիմալ այս պահի հələ որ բաներ, այսպես ասած, Հայաստանի Հանրապետությանը այս տուրբուլենտության կոնտեքստում մենք կարողացել ենք հերրու պահել փոթորիկից, հերիք չի մի բան էլ հələ օգուտներ բերել Հայաստանի Հանրապետությանը։ Լավ։ Հիմա անցնենք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այստեղ որն է ռացիոնալը։ Եվրոպամետ գործիչներ, ուժեր ցեզ մեղադրում են, որ ընդունեցիք օրենքը եւ որևէ քայլ չեք անում, ինչի համար է այդ օրենքը, եթե չի իրականություն դառնում, դուք ասում եք չափանիշներ, դուք ասում եք ես չեմ ասում չափայելի, իշխանությունները, հա, մենք խորացնում ենք, մենք քայլեր անում ենք, չգիտեմ, վիզաների ազատականացման երկխոսությունը արդեն առաջ է շարժվում, չգիտեմ, Եվրոպայի հետ SS փաստաթղթերը, Եվրոպան մեզ օգնում է, ամեն ինչ հրաշալի է եւ այլն եւ այլն։ Որտեղ է փոքր շտատայից հետո շարունակենք։ Լավ, շատ լավ։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցեմ, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Մենք հասանք Հայաստան-Եվրամիություն չափանիշներին եւ այն տարածված կամ ոչ այնքան տարածված կամ որոշ շրջանակների կողմից տարածվող մտայնությանը, թե ես եմ իբր թե որ իմ ցանկությունն է, որ անպայման պիտի այդ չափանիշներին մենք հավատանք, դուք նկատի ունեմ կառավարող կուսակցությունը։ Դե ես էլ ես տարբերություն չկա այս դեպքում էլի, ես առանձին չեմ խոսում։ Անձնապես ոչ թե ձեր ցանկությունը չի։ Դա Եվրամիության, Եվրոինտեգրման ճանապարհի պարտադիր քայլերն են, ընդ որում ոչ դա Եվրամիության կմահաճույքն էլ չի ընդ որում, ես սա էլ ասեմ։ Դա այնպես չի, որ դա ինչ որ մեկի կամ ինչ որ մի խումբ մարդկանց ցանկություն է։ Դա ինչպես ձևակերպեմ, Եվրամիության ինստիտուտներին ինտեգրվելու պարտադիր տեխնիկական, եթե կուզեք, տեխնիկական պայմաններ են, ոչ միայն նյութական տեխնիկական, այլև շուկայի ինտեգրման, չգիտեմ, անվտանգության նորմերի ինտեգրման, եթե պետությունը այդ փորձի այդ փուլը շրջանցել, նույնիսկ եթե դրան հաջորդող մի ինչ-որ փուլում պատկերացնենք, թե Եվրամիությունն է, ձեր ասացի նման, հա, ցանկությունը կա, ասի պրոբլեմ չկա, եկեք, հենց վաղվանից դարձեք Եվրամիության անդամ, հենց սա բացում ենք այդ տնտեսությունը շոկի կենթարկվի, տվյալ, եթե նա պատրաստված չլինի ոչ ստանդարտներով, ոչ իր բաներով շուկան, ոչ իր բանը տարադրամը, վալյուտան, դրա համար գոյություն ունեն համապատասխան համաձայնագրեր, մշակված արդեն վաղուց, ուրեմն Արևելյան Եվրոպայի ինտեգրումից սկսած, հետո ուրեմն գնաց իջավ հարավ, Բալկանյան որոշ երկրներ, հիմա նույն համաձայնագրերը արևմտաբալկանյան պետությունների հետ են կնքվել, Վրաստանի, Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ ասոցիացման համաձայնագրեր, որ Հայաստանը չստորագրեց։ Այն որը Հայաստանը ավարտեց սեպտեմբերի 3-ը։ Հա, այն որ հիմա մենք անում ենք այն, ինչը այն ժամանակ ընդհատվել է։ Շատ լավ։ Վրաստանը հիշեցիք, ես անդրադառնամ նաև Վրաստանի գործոնին, որի մասին խոսեց Եվրոպական խորհրդարանում վարչապետը, կարևորեց Վրաստանի գործոնը որպես ճանապարհ մեր ճանապարհին կարևոր հանգրվան կամ գործոն, հա, վրացական գործոնը։ Սա ինչքանով է իսկապես կարևոր վրացական գործոնը որպես ճանապարհին։ Ես ձեզ եմ հարցնում, դուք եք եվրոպական։ Դա այնքան ակնհայտ է։ Դա այնքան ակնհայտ է։ Հիմա ես տեսա մեկնաբանություններ, մեր վայ վերլուծաբանների, որ ալիբի է դա եք նկատում։ Հա, որ ալիբի է, որ սա մտածում են, որ դա աշխարհագրության մասին չի Եվրոինտեգրումը միայն, իհարկե, միայն աշխարհագրության մասին չէ, բնականաբար, միայն աշխարհագրության մասին չէ, բայց նաև աշխարհագրության մասին է, նաև աշխարհագրության մասին է, որովհետև Եվրամիությունը, ես հիշեցնեմ, ստեղծվել է որպես մաքսային միություն։ Հետո դարձել է արդեն մեկ ընդհանուր ազատ առևտրի գոտի եւ այս հարաբերություններն են, որ հանդիսացել են Եվրամիության ընդհանուր տնտեսական զարգացման, բարեկեցության եւ նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության, ամրապնդման, այսինքն սա մի համալիր process է, որ թույլ է տվել այս պետություններին
թռիչքաձև աճ ապրել եւ ուրեմն ապահովել ժողովրդի բարեկեցությունը եւ պաշտպանել իրենց ժողովրդավարությունը եւ իրենց արժեքները։ Սա մի համալիր գործընթաց է, որտեղ տարածքային այսպես կապերը, լոգիստիկ կապերը, աշխարհագրական կապվածությունը մենք չենք կարող անտեսել։ Եթե դուք նկատեք, Եվրամիությունը այսպես աստիճանաբար է ընդլայնվել, չի ցածկել կենտրոնից, այսինքն հիմնադիր 6 պետություններից միանգամից չի ցածկել, օրինակ, չգիտեմ, Էստոնիա, կամ միանգամից չի ցածկել, չգիտեմ, դուք ասեք, Հունաստան, թեև Հունաստանը շատ վաղ է դարձել, 80 թվականին, եթե չեմ սխալվում, դարձավ անդամ, բայց էլի տեղի է ունեցել, նույն այդտեղ իրանք ծովի խնդիր չունեն, այնպես որ այդ աշխարհագրության հարցը լուծված է, բայց կամ Բալկաններ, հա, հերթով Բալկանյան, այսինքն սկզբից ուրեմն Խորվաթիան դարձավ, հետո Ռումինիան, Բուլղարիան, այսինքն սահմանակից պետությունները։ Իսկ հիմա եթե Վրաստանի հարաբերությունները այսպես ասենք սառեցված են, դա ազդում է նաև մեր ընթացքի վրա։ Որոշ չափով, որ էլի բացարձակ սև ու սպիտակ չանենք, կամ հայա կամ չէ, այդպես չի։ Դրա համար էլ ես մեղմորեն ասացի, ազդում է ընթացքի վրա։ Որոշակիորեն, այո, ստեղ կարող ես, եթե, տեսեք, ես մի այսպիսի նրբություն ասեմ, եթե Վրաստան, Եվրամիություն հարաբերությունները էականորեն հետ մնացին իրանց որակով, իրանց զարգացման տեմպով Հայաստան Եվրամիություն հարաբերություններից, բնականաբար դա որոշակի խնդիրներ կստեղծի եւ դա ոչ թե մեր ցանկությունն է կամ ալիբին է կամ այսպես այլ դա օբյեկտիվ իրականություն օբյեկտիվ մի քանի մակարդակներով սկսած տեխնիկական մակարդակից դա կարող է խնդիրներ ստեղծի վերջացած քաղաքական մակարդակում որտեղ մենք հասկանում ենք որ Վրաստանն էլ ամենայն հարգանքով բայց շատ բնական է որ իրենք էլ այսպես մանևրելու չէ իրենք էլ ուզենան որ մեր հարաբերությունները համընթաց զարգանան, որ այնպես չլինի, որ Հայաստանը կիլոմետրերով առաջ գնաց, հա, իրենց դինամիկայից։ Սա շատ բնական ցանկություն է, բոլոր պետություններն էլ ուզում են, որ գիտեք, այդ բազմակողմ ձևաչափերում իրենք, ասենք, իրենց տարածաշրջանից հետ չմնան, սա ես ինչքան կարողացա մեղմ ձևակերպեցի, բայց ավելի առարկայական այդ վայ փորձագետները, իրանք ավելի մեծ ազատություն ունեն, էլի, թող դա հաստատ հասկանում են, ավելի բաց տեքստով կարող են դա ասել, ես չեմ կարող ավելի բաց ասել, դե մեր ընթացքում այնպես եղավ, որ Վրաստանը առաջ էր, մինչև տեխնացու եւ մենք ոնց էինք նայում, եւ մենք ոնց էինք նայում այդ փաստին, մենք անընդհատ փորձում էինք, մենք ոնց էինք նայում այդ փաստին անընդհատ այդ օրինակը բերում ենք, ասում ենք նայեք Վրաստանը առաջա, նայեք Վրաստանը առաջա, մեր այն ժամանակվա իշխանությունն էին, ճիշտ է։ Դա ստեղծում էր որոշակի, մթնոլորտ քաղաքական, երբ քո ժողովուրդը քեզ ասում է նայի, նա առաջա, բայց դու ինչի առաջ չես։ Լավ, մեր ժամանակը ցավում է, որ քիչ է, ուզում եմ բոլոր հարցերին անդրադառնանք, հիմա կանք Եվրամիության դերակատարությանը Հայաստանի առաջիկա ընտրական գործընթացներին։ Ինչ դերակատարություն ունի հատկապես հիբրիդային այս համատեքստերում։ Դե տեսնում եք էլի արտաքին հետախուզական ծառայությունն էլ այդ հայտարարությունը, եթե առաջ մենք դա գիտեինք, իդեպ խոսքը այն արտաքին հետախուզական ծառայության մասին է, որին մեր ընդդիմադիր падգամավորները դիֆերամներ էին ձոնում, կարծելով թե դա ինչ-որ կառավարությունից մի հատ առանձին կառույց է, էլի, մեր կողմից ստեղծված ծառայություն, այդ մեկը իրանցից չենք ժառանգել, լրիվ մենք ենք ստեղծել, այդքան ճշգրիտ նկարագրել էր, կանխատեսել էր, եւ դա հələ հրապարակային մասն են իրանք կարդում, բնականաբար վարչապետին դրա ավելի ընդլայնված տարբերակն է, ավելի մանրակրկիտ տարբերակն է, չէ՞ զեկուց ավելի դետալային, հա։ Ավելի, հա, իհարկե, դե ես դա նայ չի որ ինչ-որ տեղից գիտեմ, դա ուղղակի պարզ է, ամեն ինչ հո չէ, հրապարակային։ Ասել է, որ սենց ռիսկեր կան եւ այլ, ու դա ազգային ժողովին ասում է, որ տեսեք արտաքին հետախուզական ծառայություն, հա գիտենք, որ ասել է, գիտենք եւ դրա համար փորձել ենք մեզ հեռու պահել այդ ռիսկերից։ Հիմա ինչքան էլ Եվրամիությունը եւ հիմա հիբրիդային անդրադառնալու չէ, սա ինչի նշեցի, որ այդ կառույցի խոսքի արժանահավատությանը գանք էլի, ինչքան բարձր արժանահավատություն ունի այդ խոսքը, իրենք, տեսեք, իրենք գիտեն ոնց են աշխատում, որտեղից են ինֆորմացիան վերցնում, ես չգիտեմ, իրանք դա ոնց են արել, որտեղից են վերցրել ինֆորմացիան, բայց ասում են, որ
նման խնդիր մենք ունենք օտար պետությունից եւ պետությունում մեր ընտրողների վրա ազդելու փորձեր, բիզնեսմենների վրա ազդելու փորձեր, դա բաց լասվեց։ Ազգային այդ արտաքին հետախուզական ծառայությունը այդ խնդիրը բարձրաձայնեց։ Պետությունը այս պարագայում ինչ կարող է անել։ Օրենքի շրջանակներում, եթե այլ երկրում ինչ-որ բան է կատարվել, այդ մարդիկ գալիս են կամ բերում են, դա իրավական ինչ որևէ խնդիր չի արել։ Կարգավորումներ կան, ոնց չի կարողանա։ Բաղոսա բան չի կներեք Մարդը դվոր չի կներեք։ Մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, գալիս է Հայաստանի Հանրապետություն իր ընտրական իրավունքը իրացնելու նպատակով։ Դա առաջին նախադասությունն է, հետո կա երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ նախադասությունը։ Գալիս է, ոնց է գալիս, ձերքին ինչ է գալիս, պայուսակի մեջ ինչ է գալիս։ Մարդը պայուսակի մեջ $5 միլիոն գալիս է Հայաստանի Հանրապետություն ընտրական իրավունքը իրացնելու։ Կարելի է, չէ՞ չի կարելի։ Հա, ճամբարանի մեջ $5 միլիոն քեշով գալիս է, ասենց։ Թույլ կտակ պետք է անցնի ուրեմն կարմիր գոտիով հայտարարագրի դա բնականաբար այդտեղ վճարը կատարի եւ այլ ցակման աղբյուրը ցույց տա դրա օրենք կա բան կա եթե մենք գործ ունենք ասենք մեծաթիվ բարով եկել բայց հասկացա ինչ եք ասում բայց եթե մենք գործ ունենք մեծաթիվ մարդկանց այսինքն մարդկանց հոսքի հետ այդ թույլատրվող առավելագույն այդ ֆինանսական միջոցները արդյոք բավարար չեն այստեղ իրենց ցանկությունները կատարածելու համար։ Համար էլ գոյություն ունի պետություն, գոյություն ունեն համապատասխան ծառայություններ, որոնք կգնահատեն օպերատիվ իրավիճակը, այդ հոսքերը կտան համապատասխան գնահատական, բայց մենք բնականաբար թույլ չենք տալու արտաքին ազդեցություն մեր ներպետական ընտրական գործընթացներում։ Դա թույլ չենք տալու օրենքով սահմանված կարգով դրա Պետությունը հիմա ձեր գնահատմամբ ունի այդքան դիմադրողականություն։ Միանշանակ։ Այո, ունի։ Եթե այնտեղ կատարվողը տեսել են, բնականաբար դա այսպես բանից չի էլի, բամբասանքներից չի, որ լսել է արտաքին հետախուզական ծառայությունը, բնականաբար լսել է շատ վստահելի աղբյուրներից։ Առաջին կամ երկրորդ աստիճանի։ Այսինքն այո ունի, բայց ես նաև այստեղ ավելորդ չեմ համարում, նաև մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, այսինքն պետություն, կառավարություն, բայց ժողովուրդն էլ պետք է ասա գնահատի այս իրավիճակը եւ իր գնահատականը տա։ Ես համոզված եմ, որ տենց էլ կլինի, այսինքն վարչապետն էլ, չէ՞, ասել, այդ եկողները հələ հարց ում են ընտրելու։ Թող գան, բարով գան։ Ձեզ ինչ է թվում Ռուսաստանում մեր հայրենակիցների շրջանում տեսակետները մոնոլիտ են, հա? Այդ իրանց ավտորիտար մտածելակերպում է, որ այդպես մոնոլիտ են, որ հա իրանցից վախենալով կարող է մարդիկ ձեն չհանեն, ասես նայեն, ժպտան, ասեն հա լավ։ Հա ձեր ասածն է, բայց ես գիտեմ, որ ամենևին էլ մոնոլիտ չեն այնտեղ տեսակետները։ Ամենևին։ Ուրիշ հարց, որ կարող է եւ մարդիկ դա չուզենան բարձրաձայնել, բայց հենց գան հասնեն ընտրախցիկին, այդտեղ արդեն մեծ հարց է ինչ տեղի կունենա։ Լավ, մեկ կամ երկու հարցել եւ ավարտենք, ինչպիսի քաղաքական պայքար է սպասվում, որքան կոշտ, որքան, չգիտեմ, կոմպրոմատային եւ ինչ կանխատեսումներ ունեք հնարավոր արդյունքների վերաբերյալ, ինչպիսի խորհրդարան կարող է ձևավորվել, որքանով է ռեալ, ես բոլորը միացնում եմ մեկ փաթեթի մեջ, էլի, շատ տարածված եւ չարչրկված Գյումրի 2-ի տարբերակ։ Գյումրի 2, հա։ Գիտեք, այդ Գյումրի 2-ը մարդիկ այդպես օգտագործում են այդ ձևակերպումը, կարծելով թե դա մի այսպիսի մի հրաշալի ձևակերպում է, բայց Գյումրի 2 ասողները նաև պիտի ասեն, թե ով է իրենց Վարդան Ղուկասյան 2-ը։ Դա էլ խնդրում եմ ասեմ։ Եթե ասում են, թող հարց չկա, ասում են Գյումրի 2, ուրեմն թող ասեն, ով է իրենց Վարդան Ղուկասյան 2-ը։ Դա Վարդան Ղուկասյանի մասին ասվեց արդյունքները հրապարակելուց հետո։ Բադա ազնիվ, իրենք նախապես հայտարարել էին ընդդիմությունից ով ավելի շատ ձայն կհավաքի, նա էլ կլինի Վարդան Ղուկասյան 2-ը։ Չէ, այդպես ասել էին, բայց համապետականի ժամանակ բնականաբար այդպես չի լինելու, որովհետև ես չեմ պատկերացնում, որ օրինակ падգամավոր Ռոբերտ Քոչարյանը կգնա եւ
պատգամավոր Նարեկ Կարապետյանին կընտրի Հայաստանի վարչապետ։ Ես դա բացառում եմ։ Գյումրիում եք այդ բաները բացառում եք, բայց ես դա չեմ պատկերացնում։ Ես դա իսկ այն որ պատգամավոր Նարեկ Կարապետյանն է, պատգամավոր Ռոբերտ Քոչանին կընտրի Հայաստանի վարչապետ, դա շատ ու շատ հավանական սցենար է։ Այ ես Գյումրի 2 ասվածը, այ մենք այդպես կարող ենք մեկնաբանել։ Թող ասեն, ով է իրենց կամ լավ, շատ լավ։ Գյումրիում չէին ասում չի լինելու նման բան, կներեք։ Մարտուն Գրիգորյանը չէր ասում, չէ, չկա, ինչ Վարդան Ղուկասյան, ինչ բան, բայց կոնկրետ ինքը ասում է, չէ՞։ Քվեարկությունից հետո արդեն որոշեցին, մինչև էլ այդ խոսակցությունները կային, որ ով ամենաշատ ձայն հավաքեց ընդդիմությունից, մի դա ասում է Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը։ Այդպես չէր ասում։ Մարտուն Գրիգորյանը ասում է, մյուսը չի ասի, վերջում պետք է ասել, ոչ թե մեկը կասի, մեկը չի ասել։ Այդպես չի է։ Այդպես չի, սա վարչապետական, նախ խորհրդարանական, բայց դե ֆակտո սա նաև վարչապետական ընտրությունն է։ Մարդիկ գնում են եւ ընտրում են վարչապետ։ Մարդը պետք է իմանա քվեաթերթիկը, քվեատուփ գցելուց, այդ քվեաթերթիկը ում է դարձնելու Հայաստանի վարչապետ։ Կարող եմ ես ողջամիտ կասկած ունենալ, որ ընդդիմության օգտին տրված բոլոր քվեաթերթիկները վերջում միտված են լինելու Ռոբերտ Քոչյանի վարչապետ դարձնել։ Կարող եմ ես նման կասկած ունենալ, դատելով նրանից, որ մենք շատ լավ ճանաչում ենք եւ Ռոբերտ Քոչյանի նին իր մոտեցումները եւ մյուսներին շատ լավ գիտենք դաշտում, այսինքն դուք ոնց եք պատկերացնում Ռոբերտ Քոչյանը գնալու է մեկին ընտրի վարչապետ, հա։ Տեսնենք, ասենք գնալու է իր գնալ կոճակը սխմելու է մեկին ընտրի, դուք դա ոնց եք պատկերացնում, ասենք, անկեղծ խոսանք էլի, ասենք ոնց են մարդիկ դա պատկերացնում։ Ուրեմն իրանք կամ չգիտեմ, դեռ երիտասարդ ուրեմն պատանիներ են, ովքեր չեն ճանաչում այդ մարդուն իր կառավարման շրջանից, կամ ուղղակի շողության այդ խնդիրը։ Կամ էլ ասում են քաղաքականության մեջ երբեք միասա երբեք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներում, այսպիսով Հայաստանը գտնվում է մի քանի կարևոր իրադարձությունների կիզակետում, խաղաղության հաստատում ամրապնդում, տարածաշրջանային հաղորդումների բացում, Եվրամիության հետ հարաբերությունների խորացում եւ իհարկե առաջիկա կարևոր համապետական խորհրդարանական ընտրություններ։ Մենք շարունակում ենք հետևել այս զարգացումներին, շարունակում ենք լսել փորձագետների եւ քաղաքական գործիչների կարծիքները։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր Եվրամիության Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։